Հոր կտակը կարդացվեց հարսանեկան խնջույքի ժամանակ։ Հայտնությունը ցնցեց ողջ ընտանիքը։ Երբևէ պատկերացրել եք, որ ձեր կյանքի ամենաերջանիկ օրը մի քանի րոպեում կվերածվի ձեր ամենասարսափելի մղձավանջի։ Բեատրիսը շողշողուն էր իր հարսանեկան խնջույքի ժամանակ, 300 հյուր, նրա երազանքի զգեստը, նրա կողքին սիրելի տղամարդը։ Եվ այդ ժամանակ դահլիճ մտավ մի փաստաբան, որին նա երբեք չէր տեսել, սև պայուսակով, եւ խնդրեց բոլորի ուշադրությունը։ Նա ասաց, որ իր հորից, որը մահացել էր 3 ամիս առաջ, հստակ հրահանգ էր ստացել կտակը կարդալ հենց այդ պահին, այդ խնջույքին, հավաքված ամբողջ ընտանիքի առջև։ Այդ կտակում միայն փողի կամ ժառանգության մասին չէր, այն վերաբերում էր 30 տարի տևած ստերին, գաղտնիքների վրա կառուցված մի ամբողջ ընտանիքի, եւ մի մարդու, որը մահն ընտրեց որպես ճշմարտությունը վերջապես ասելու պահ, եւ այդ ճշմարտությունը ոչնչացրեց բացարձակապես ամեն ինչ։ Բեատրիս Ալմեյդան 28 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը, Ալբերտո Ալմեյդան։ Դա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր, արագ զարգացող, ագրեսիվ, անողոք։ Ախտորոշումից մինչև մահ անցավ ընդամենը 4 ամիս։ Ալբերտոն 62 տարեկան տղամարդ էր, հաջողակ գործարար, Սանտա Կատարինայում հյուրանոցային ցանցի սեփականատեր։ Համայնքում հարգված դեմք, նվիրված հայր, Էլիզայի 35 տարվա հավատարիմ ամուսին։ Կամ գոնե բոլորը այդպես էին մտածում։ Բեատրիսը միջնեկ զավակն էր, նա ուներ ավագ եղբայր, 32 տարեկան Ռոդրիգո, որն արդեն աշխատում էր հոր ընկերությունում որպես գործառնությունների տնօրեն, եւ կրտսեր քույր, 24 տարեկան Կարոլինան, որը դերավարտում էր ճարտարապետության ուսումը։ Երեքը մեծացել էին արտոնյալ միջավայրում, բայց Ալբերտոն միշտ ցկտում էր նրանց սովորեցնել արժեքներ։ Փողը կյանքը հեշտացնում է, բայց բնավորություն չի ձևավորում, սովորաբար ասում էր նա։ Բեատրիսի հարաբերությունները հոր հետ յուրահատուկ էին։ Նա միջնեկ զավակն էր, ով հաճախ անտեսանելի էր զգում իր պատասխանատու եղբոր եւ փչացած կրտսեր քրոջ միջև։ Բայց Ալբերտոն միշտ ցկտում էր նրա հետ անհատական ժամանակ անցկացնել։ Ճաշեր միայն նրանց երկուսի համար։ Խորը զրույցներ կյանքի եւ երազանքների մասին։ Նա էր, ով աջակցեց նրան, երբ նա որոշեց անասնաբուժություն սովորել բիզնեսի կառավարման փոխարեն։ Հետևեք ձեր սրտին, ասաց նա։ Ես արդեն փող ունեմ, ձեզ երջանկություն է պետք։ Երբ Բեատրիսը 5 տարի առաջ հանդիպեց Ֆելիպեին, Ալբերտոն առաջին մարտներուն նա ցանկացավ ծանոթացնել նրան։ Ֆելիպեն օրթոպեդ էր, միջին խավի ընտանիքից։ Բոլորովին նման չէր Ալմեյդա ընտանիքի սոցիալական դիրքին, բայց Ալբերտոն նրան անմիջապես դուր եկավ։ Նա քեզ նայում է այնպես, ինչպես ես նայում եմ քո մորը, ասաց նա։ Դա ավելի ես վատ լուր ստացա, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, 4-րդ փուլ։ Բժիշկները ինձ 4-ից 8 ամիս են տալիս։ Կարոլինան կոտրվեց։ Նա սկսեց հիստերիկ լաց լինել, գոռալով, որ դա արդար չէ, որ դա չի կարող ճշմարիտ լինել։ Ռոդրիգոն լուր ցնցման մեջ էր, ամեն ինչ վերլուծելով։ Բեատրիսը զգաց, թե ինչպես է հողը անհետանում իր ոտքերի տակից, բայց ստիպեց իրեն հարցնել. Կա բուժում, քիմիոթերապիա, վիրահատություն։ Այո, այդպես է, բայց հավանականությունը քիչ է։ Գուցե մի քանի ամիս էլ գնեմ, գուցե ոչ։ Այսպեսով մենք դա անում ենք, մենք կռվում ենք։ Ալբերտոն տխուր ժպտաց։ Մենք կպայքարենք, բայց մենք նաև կպատրաստվենք անխուսափելիին։ Հաջորդող ամիսները հուզականորեն անկայուն էին։ Ալբերտոն քիմիոթերապիա անցավ, մազերը կորցրեց, քաշը նվազեց, ուժերը կորցրեց, բայց նա պահպանեց իր տրամադրությունը։ Նա շարունակեց աշխատել այնքան, որքան կարող էր, Ռոդրիգոին սովորեցնելով բիզնեսի այն մասերը, որոնք նա դեռ չգիտեր։ Նա ժամանակ անցկացրեց յուրաքանչյուր որդու հետ անհատապես, ստեղծելով վերջին հիշողությունները։ Բեատրիսի հետ նա մեծ կարևորություն էր տալիս հարսանիքի կազմակերպման բոլոր փուլերին մասնակցելուն։ Ես ուզում եմ այնտեղ լինել, ասաց նա։ Ես ուզում եմ քեզ ուղեկցել դեպի խորան, ես ուզում եմ վալս ապրել քեզ հետ։ Տուր ինձ այս նվերը։ Բեատրիսն ու Ֆելիպեն մտածում էին հարսանիքը հետաձգել, արագ ինչ-որ բան անելով, որպեսզի Ալբերտոն կարողանա մասնակցել, բայց նա հրաժարվեց։ Ոչ, դու ունենալու ես քո պլանավորած հարսանիքը։ Եթե ես այստեղ լինեմ, կլինեմ, եթե չլինեմ, նա չավարտեց նախադասությունը։ Հարսանիքի նախատեսված ամսաթվից 3 ամիս առաջ Ալբերտոյի վիճակը կտրուկվադացավ, նա հոսպիտալացվեց։ Բժիշկներն ասացին, որ դա օրերի, գուցե շաբաթների հարց է։ Ընտանիքը հերթափոխով էր հիվանդանոցում, ոչ ոք չէր ցանկանում նրան մենակ թողնել։ Հենց այդ հսկումներից մեկի ժամանակ էր, որ Ալբերտոն խնդրեց միայնակ խոսել Բեատրիսի հետ, ժամը 2-ն էր։ Նա հիվանդանոցային մահճակալին էր, միացված սարքերին, բայց նրա աչքերը դեռ փայլում էին պարզությամբ։
Դուստր, նստիր այստեղ։ Բեատրիսը նստած էր մահճակալի եզրին, բռնած հոր բարակ սառը ձեռքը։ Ես պետք է քեզ մի բան հարցնեմ, կարևոր մի բան։ Ամեն ինչ, հայրիկ։ Իմ տնային գրասենյակում, սեղանիս ներքևի դարակում կա մի կնքված ծրար, այն հաստիագրված է բժիշկ Մարիո Կաստելոին, նա իմ անձնական փաստաբանն է։ Երբ ես մահանամ, դուք վերցրեք այդ ծրարը եւ անցամբ հանձնեք նրան։ Ոչ ոք չի կարող այն բացել, միայն նա։ Հայրիկ, սա ինչ ծրար է։ Նախ խոստացիր, որ կանես դա։ Խոստանում եմ, բայց սրանք հրահանգներ են, կտակի մասին, իմ հեռանալուց հետո անելիք բաների մասին։ Դոկտոր Մարիոն կիմանա, թե ինչ անել։ Հիմա սա չեմ կարող լուծվել, քանի դեռ դու դեռ այստեղ ես։ Ալբերտոն գլուխը թափտվեց։ Որոշ բաներ կարելի է ասել միայն այն ժամանակ, երբ մարդը այլևս այստեղ չէ, հետևանքները հաղթահարելու համար։ Դու կհասկանաս, ի վերջո։ Բեատրիսը չէր հասկանում, բայց խոստացավ, եւ 5 օր անց Ալբերտո Ալմեյդան մահացավ։ Շրջապատված իր ընտանիքով բռնած Էլիզայի ձեռքը, նա պարսապես փակեց։ Ոչ ավանդական, շատ հստակ հրահանգներով, թե երբ եւ ինչպես պետք է այն կարդալ։ Երբ նրա հարսանեկան խնջույքին նա նշում է ճշգրիտ ժամը։ Նա ասում է, որ ես պետք է ժամանեմ, բոլորի ուշադրությունը գրավեմ եւ կարդամ ամբողջ կտակը, ամբողջ ընտանիքի առջև, բոլոր ընկերների առջև, բոլորի առջև։ Բեատրիսը շփոթված էր։ Ինչու պետք է նա դա աներ։ Ինչու չկարդալ կտակը անձամբ միայն ընտանիքի հետ։ Նա դա ամբողջությամբ չի բացատրում, բայց նա ասում է, որ որոշ ճշմարտություններ վկաների կարիք ունեն, որ դրանք պետք է լսվեն շատերի կողմից, որպեսզի հետագայում չկարողանան թաքցվել կամ հերքվել։ Ինչ ճշմարտություններ։ Նա դեռ թույլ չի տվել ինձ կարդալ կտակը, միայն հրահանգները, թե երբ կարդալ այն։ Կտակն ինքնին գտնվում է մեկ այլ կնքված ծրարի մեջ, որը պետք է բացվի միայն նշված ժամին։ Սա խելագարություն է, իմ ամուսնությունը կործանվելու է։ Գիտեմ, եւ խորապես զղջում եմ դրա համար, բայց ձեր հայրը շատ հստակ էր, եւ իրավաբանորեն, որպես նրա կտակի կատարող, ես պարտավոր եմ հետևել նրա հրահանգներին, եթե դուք որպես գլխավոր ժառանգորդ չվիճարկեք այն դատարանում։ Մտածեց Բեատրիսը։ Նա կարող էր բողոքել, նա կարող էր կանխել դա, բայց դա հոր վերջին ցանկությունն էր։ Նա ուներ պատճառ, նա միշտ ուներ պատճառ իր արած ամեն ինչի համար։ Լավ, վերջապես ասաց նա, եթե նա դա էր ուզում, ապա դա էլ պետք է պատահի։ Եթե երբևէ ստիպված եք եղել որոշում կայացնել, կուրորեն վստահելով ձեր սիրելի մեկին, ապա այդ պահին կհասկանաք Բեատրիսին։ Երբեմն մեզ միայն հավատքն է մնում։ Հարսանիքին նախորդող ամիսները լի էին նախապատրաստական աշխատանքներով եւ միաժամանակյա սգով։ Բեատրիսը շարունակեց իր ծրագրերը, բայց ամեն ինչ դառը համ ուներ։ Զգեստներ փորձել առանց հոր կարծիքի, ծաղիկներ ընտրել առանց նրա կատակների, թե որքան թանկ է ամեն ինչ։ Հայր դուստր վալսի պլանավորում, գիտակցելով, որ այնտեղ հայր չի լինի։ Ֆելիպեն անհավանական էր ամեն ինչում։ Նա գրկեց Բեատրիսին, երբ նա լաց էր լինում։ Նա հոգ տարավ այն մանրամասների մասին, որոնց համար նա ուժ չուներ։ Նա առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ալբերտոին, արարողության ժամանակ նրա համար դատարկ աթոռ պահել, լռության մի պահ, նրա լուսանկարները զարդարանքների ժամանակ։ Նա ինչ-որ կերպ այնտեղ կլինի, ասաց Ֆելիպեն, դուք կզգաք նրա ներկայությունը։ Բեատրիսը կտակի մասին ոչ մեկին չպատմեց, ոչ Ֆելիպեին, ոչ մորը, ոչ քույրերին ու եղբայրներին։ Հոր ծրագրի բացահայտելը միջև նրա ընտրած պահը դավաճանություն էր թվում։ Հարսանիքի օրը հասել է։ Արարողությունը գեղեցիկ էր, այնտեղի ունեցավ Սանտա Կատարինայի ներքին մասում գտնվող պատմական ֆերմայում։ Ներկա էին 300 հյուր։ Եղանակը հիանալի էր։ Բեագիսը խորանով քայլում էր Ռոդրիգոյի կողքին, ով ստանձնեց նրա հորը։ Նա լաց էր լինում երթումների ժամանակ։ Նա ամուսնացավ այն տղամարդու հետ, ում սիրում էր, եւ այդ ժամերի ընթացքում նա կարողացավ զգալ իսկական երջանկություն, չնայած նրա բացակայության ցավին։ Ընդունելությունը սկսվեց երեկոյան ժամը 7-ին, մատուցվեց ընթրիք, նվագախումբը նվագում էր, մարդիկ պարում էին։ Բեատրիսն ու Ֆելիպեն պարեցին հարսանեկան վալսը, նրանք կտրեցին տորթը, նրանք բաժակաչար ասացին, ամեն ինչ կատարյալ էր ընթանում։ Վերջապես, ուղիղ ժամը 21:45-ին, ծրարի վրա նշված ժամին, սենյակ մտավ դոկտոր Մարիո Կաստելոն։ Բեատրիսը տեսավ նրան եւ զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում, նա գրեթե մոռացել էր։ Գրեթե թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե փաստաբանը չկա, բայց նա այնտեղ էր, սև կոստյումով, կաշվե պայուսակը ձեռքին, նպատակասլաց քայլում էր դեպի բեմը, որտեղ նվագում էր խումբը։ Նա խոսեց նվագախմբի ղեկավարի հետ, ով դադարեցրեց երաժշտությունը, նա վերցրեց միկրոֆոնը եւ նրա ձայնը արձագանքեց դահլիճում։ Բարի երեկո բոլորին։ Ներողություն եմ խնդրում ընդհատման համար։
Իմ անունը դոկտոր Մարիո Կաստելո է, Ալմեյդա ընտանիքի փաստաբանը։ Ես ունեմ անհաջող, բայց անհրաժեշտ առաջադրանք կատարելու։ Հանգուցյալ Ալբերտո Ալմեյդայի հստակ հանձնարարությամբ ես պետք է կարդամ նրա կտակը։ Հիմա, այստեղ, ձեր բոլորի առջև։ Լռություն տիրեց։ 300 մարդ դադարեցրեց իր գործը։ Նրանք շփոթված տեսք ունեին։ Ոմանք սկսեցին շշնջալ։ Էլիզան այրին վեր կացավ գլխավոր սեղանից։ Բժիշկ Մարիո, սա ինչ է, ինչու պետք է կտակը այստեղ կարդացվի։ Դրանք ձեր ամուսնու տիկին Էլիզայի կողմից տրված հստակ հրահանգներ էին։ Ես խորապես ցավում եմ դրա համար, բայց ես օրենքով պարտավոր եմ կատարել դրանք։ Ռոդրիգոն նույնպես վեր կացավ։ Դա աբսուրդ է։ Կտակը անձնական գործ է, ընտանիքական գործ, հարսանեկան խնջույքի ժամանակ ցուցադրվել չի կարելի։ Համաձայն եմ, բայց նրա հայրը համաձայն չէր, եւ որպես նրա կտակի կատարող ես պետք է հարգեմ նրա ցանկությունները։ Բեատրիսը սարել էր սեղանի մոտ, Ֆելիպեն բռնել էր նրա ձեռքը։ Դու գիտեիր այս մասին։ Գիտեի, հայրս խնդրեց ինձ հրահանգներ տալ փաստաբանին, բայց չգիտեմ կտակում ինչ կա, պատկերացում չունեմ։ Դոկտոր Մարիոն բացեց իր պորտֆելը եւ հանեց մի հաստ ծրար։ Նա կոտրեց մոմեկնիկը, նա հանեց մի քանի թղթեր, նա ուղեց ակնոցները եւ սկսեց կարդալ։ Ես Ալբերտո Հենրիկե Ալմեյդան, լիովին տիրապետելով իմ մտավոր կարողություններին, հայտարարում եմ, որ սա իմ վերջին կամքն ու կտակն է։ Ես ընտրում եմ, որ այն կարդացվի իմ դստեր Բեատրիսի հարսանեկան խնջույքին, քանի որ իմ մահից հետո ես չեմ ստիպված լինի բախվել այն ամենի հետևանքներին, ինչ պատրաստվում եմ բացահայտել, եւ քանի որ որոշ ճշմարտություններ պետք է շատերի կողմից վկայվեն, որպեսզի դրանք չթաղվեն։ Մարդիկ սկսում էին անհարմար զգալ, ոմանք վեր կացան հեռանալու համար, բայց մեծ մասը մնաց, հիվանդագին հետաքրքրասիրությունը հաղթահարելով անհարմարությունը։ Նախ իմ լիցական ակտիվների վերաբերյալ։ Մոտավորապես 120 միլիոն ռեալ գնահատվող ընկերությունը կբաժանվի հետևյալ կերպ. 40%-ը որդուս Ռոդրիգո Ալմեյդային, 40%-ը դստերս Բեատրիս Ալմեյդային, 20%-ը դստերս Կարոլինա Ալմեյդային։ Կարոլինան վրդովված վեր կացավ։ Ինչու եմ ես ավելի քիչ վաստակում, սա արդար չէ։ Դոկտոր Մարիոն շարունակեց, կարծես նրան չէին ընդհատել։ Բաժանման տարբերությունը շուտով կբացատրվի, ինչ վերաբերում է կալվածքներին։ Գլխավոր առանձնատունը կանցնի կնոջս Էլիզային, որպեսզի նա կարողանա հարմարավետ ապրել իր կյանքի մնացած մասը։ Մյուս կալվածքները հավասարապես կբաժանվեն 3 երեխաների միջև։ Ինչ վերաբերում է բանկային հաշիվներին եւ անձնական ներդրումներին, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 38 միլիոն ռեալ, բաշխումը հետևյալն է. 15 միլիոն Ռոդրիգոյի համար, 15 միլիոն Բեատրիսի համար, 5 միլիոն Կարոլինայի համար եւ 3 միլիոն նա տանգարավ, նա շուրջը նայեց սենյակում եւ հետո նա գցեց ռումբը, 3 միլիոն որդուս Ռաֆայել Մենդես Սիլվայի համար, որը Մարիանա Սիլվայի հետ իմ արտամուսնական կապի արդյունքն է։ Դահլիճը պայթեց, մարդիկ գոռում էին, Էլիզան ցնցված հետ ընկավաթորին ձեռքը բերանին դրած, Ռոդրիգոն կարմրել էր զայրույթից, Կարոլինան լաց էր լինում, Բեատրիսը չէր կարողանում շարժվել։ Դոկտոր Մարիոնը ձեռքը բարձրացրեց, խնդրելով լռություն։ Խնդրում եմ, ես դեռ չեմ ավարտել, եւ ավելի վատ է լինելու։ Ռաֆայել Մենդես Սիլվան 26 տարեկան է, նա իմ կենսաբանական որդին է։ Ես ԴՆՏ թեստ եմ հանձնել, որը գծված է այս կտակին։ Մարիանա Սիլվայի հետ մենք հարաբերություններ էինք ունեցել 8 տարի, 1995-ից մինչև 2003 թվականը։ Այս ամբողջ ընթացքում ես 2 ընտանիք եմ պահել, մեկը պաշտոնական Էլիզայի եւ մեր 3 երեխաների հետ, եւ մեկը գաղտնի Մարիանայի եւ Ռաֆայելի հետ։ Մարդիկ լիովին ապշած էին, ոմանք արդեն հրանում էին, մյուսները ձայնագրում էին իրենց բջջային հեռախոսներով։ Բեատրիսի հարսանիքը վերածվել էր սարսափների գրկեսի։ Էլիզան հիմա լաց էր լինում։ 8 տարի 8 տարի ուրիշ կին ես ունեցել։ Դոկտոր Մարիանա շարունակեց ձայնը թեթևակի դողալով։ Իմ հարաբերությունները Մարիանայի հետ ավարտվեցին 2003 թվականին, երբ նա իմացավ, որ ես երբեք չեմ լքի իմ պաշտոնական ընտանիքը իր համար։ Բայց ես շարունակեցի ֆինանսապես աջակցել Ռաֆայելին, վճարելով ուսման, քոլեջի, նրա բնակարանի համար։ Այս ամենը գաղտնի հաշիվների միջոցով, որոնց մասին իմ ընտանիքը տեղյակ չէր։ Ռաֆայելը չգիտի, որ ես նրա հայրն եմ։ Մարիանան երբեք չի ասել նրան։ Նա կարծում է, որ հայրը լքել է իրեն նախքան նրա ծնվելը։ Բայց այս կտակով նա կիմանա ճշմարտությունը, եւ նա իրավունք կունենա ժառանգության, որն իրավաթիորեն իրենն է, որպես իմ որդի։ Ռոդրիգոն գոռաց. Սա անընդունելի է։ Դուք չեք կարող պարզապես ընտանեկան ժառանգությունը տալ մի սրիկայի, որին ոչ ոք չի ճանաչում։ Ես կարող եմ եւ անում եմ դա։ Իրավականորեն Ռաֆայելը իմ որդին է եւ ունի իրավունքներ։
Բայց դա ավելին է։ Ավելիս, վերջապես Բեատրիսը գտավ իր ձայնը։ Ինչպես կարող է ավելին լինել։ Շարունակեք կարդալ, քանի որ բացահայտումները շատ ավելի լայն շրջանակի մեջ են մտնում գաղտնի երեխայի մասին, եւ այն ընտանիքը, որը դուք տեսնում եք փլուզվող, ավելի փտած հիմքեր ուներ, քան դուք պատկերացնում եք։ Դոկտոր Մարիոնը շրջեց էջը, նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին։ Պետք է բացատրել նաև ժառանգության բաժանման տարբերությունը երեխաների միջև։ Կարոլինան ավելի քիչ է ստանում, քանի որ նա իմ կենսաբանական դուստրը չէ։ Եթե դահլիճը նախկինում պայթել էր, հիմա լիակատար քաոս էր։ Կարոլինան վեր կացավ գորալով. «Ինչ? Սա սուտ է, սա սուտ է»։ Էլիզան սպիտակ էր ինչպես սավանը։ Դոկտոր Մարիոնը նրան նայեց կարեկցանքի նման մի բանով։ «Տիկին Էլիզա, ձեր ամուսինը ներողություն է խնդրում, բայց նա իմացել է 5 տարի առաջ։ Նա DNT թեստ է անցկացրել առանց ձեր իմացության։ Կարոլինան ձեր եւ Էնրիկե Բարբոսայի հարաբերությունների դուստրն է»։ Հենրիկե Բարբոսա։ Անունը արձագանքում էր սենյակում։ Մի քանի մարդ ճանաչեց նրան։ Նա Ալբերտոյի լավագույն ընկերն էր, նրանց հարսանիքի քավորը, այն մարդը, որին ընտանիքը համարում էր հորեղբայր։ Եվ ովքեր էին ներկա հարսանեկան խնջույքին։ Բոլորի հայացքները հարվեցին Հենրիկեին, որը նստած էր հետևի սեղանի մոտ։ Նա վեր կացավ փորձելով հեռանալ, բայց մարդից փակեցին նրա ճանապարհը, ցանկանալով տեսնել դրաման։ Կարոլինան խուճապի նոպա էր ունենում։ «Ոչ, ոչ, ոչ, սա չի կարող ճիշտ լինել։ Մայրիկ, ասա ինձ, որ դա ճիշտ չէ»։ Էլիզան չէր կարողանում խոսել։ Նա միայն կարող էր լաց լինել, դա հաստատելով իր լռությամբ։ Դոնա Էլիզայի հարաբերությունները Հենրիկե Բարբոսայի հետ անդադար շարունակեց բժիշկ Մարիոնը, տեղի են ունեցել 1998 թվականի ամուսնական ճգնաժամի ժամանակ։ Այն տևել է 6 ամիս։ Կարոլինան ծնվել է 1999 թվականին։ Ալբերտոն կասկածներ ուներ, բայց դրանք հաստատեց միայն 2018 թվականին DNT թեստի միջոցով։ Նա այդ ժամանակ որոշեց չհանդիպել նրա հետ, սպասելով այս պահին։ Բեատրիսը նայեց քրոջը, որը լիովին ջախջախված էր։ Նա նայեց մորը, որը ամոթի մեջ էր թաղված։ Նա նայեց Հենրիկեին, որի դեմքին արցունքներ էին հոսում, բայց ոչինչ չէր շղթում։ «Բայց դու դեռ ավելին ունես», ասաց բժիշկ Մարիոնը, եւ արտահայտությունը դառնում էր սարսափելի կրկներգ։ Ալբերտոն առանձին հաղորդագրություններ է թողել ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Ես հիմա կկարդամ դրանք։ Իմ որդուն Ռոդրիգոին։ Դու միշտ պատասխանատուն ես եղել։ Ամենահարմարը։ Որդին, որին կարող էի վստահել բիզնեսը ղեկավարելու համար։ Բայց դու նաև այն որդինն ես, որը վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունից 2 միլիոն է յուրացրել։ Գիտեմ, ես ունեմ բոլոր ապացույցները, արտասահմանյան հաշիվներ, թաքնված գործարքներ, ամեն ինչ։ Ես քեզ չեմ հաղորդել, որովհետև դու իմ որդինն ես, բայց հիմա բոլորը գիտեն։ Դու կվերադարձնես ամեն մի կոպեկը եւ կաշխատես արտաքին աուդիտի հսկողության ներքո հաջորդ 5 տարիների ընթացքում, կամ կգնաս բանտ։ Ընտրությունը քոնն է։ Ռոդրիգոն գունատվեց։ Դա ես կարող եմ բացատրել։ Իմ դստերը Բեատրիսին, դու միակն ես, ով երբեք ինձ հիասթափեցրել է։ Միակը, ով պահպանել է ազնվությունը։ Հետևաբար ես քեզ եմ թողնում ոչ միայն ժառանգության մի մասը, այլև ընկերության վերահսկիչ բաժնեմասը, քվեարկության իրավունք ունեցող բաժնետոմսերի 40%-ը։ Դու ես որոշելու բիզնեսի ապագան։ Ես քեզ ավելի շատ եմ վստահում, քան որևէ մեկին։ Ցավում եմ, որ սա արեցի քո հարսանիքի օրը, բայց դա պետք է լիներ այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը միասին էր։ Բեատրիսը հիմա լաց էր լինում, ոչ թե ժառանգության համար ուրախությունից, այլ հոր արածի սարսափից։ Իմ դստերը Կարոլինային, իմ կյանքի ամենասարսափելի ցավերից մեկն այն էր, որ բացահայտեցի, որ կենսաբանորեն իմը չես, բայց դու դեռ իմ դուստրն ես։ Ես եմ քեզ մեծացրել, ես սիրել եմ քեզ։ Դա ոչինչ չի փոխվում։ Փոքր ժառանգությունը պատիժ չէ, դա պարզապես իրավական իրականության ճանաչում է։ Դու միշտ կլինես իմ աղջիկը, անկախ DNT-ից։ Կարոլինան ուշաթափվել էր։ Նրա ընկերները հովհարով շոյում էին նրան, փորձելով վերակենդանացնել։ Կնոջս Էլիզային, 35 տարվա ամուսնություն, եւ ես հայտնաբերեցի, որ այդ տարիների 6 ամիսները սուտ էին։ Դու սիրավեպ ունեիր իմ լավագույն ընկերոջ հետ։ Դու դուստր ունեիր նրանից եւ թույլ տվեցիր ինձ հավատալ, որ նա իմն է եղել 24 տարի։ Ես զայրացա, երբ իմացա։ Ես ուզում էի ամուսնալուծվել։ Ես ուզում էի բացահայտել քեզ, բայց հետո ինձ մոտ քաղցկեղ աղթորոշեցին, եւ ես հասկացա, ես իրավունք չունեի քեզ դատելու։ Ես 8 տարվա սիրավեպ ունեի։ Ես արտամուսնական երեխա ունեի։ Ես տասնամյակներ շարունակ կեղծավորեի։ Այնպես որ Էլիզա, ես ներում եմ քեզ եւ խնդրում եմ, որ դու էլ ինձ ներես։ Տունը քոնն է, ժառանգության մի մասը քոնն է։ Ապրի լավ եւ երջանիկ եղիր, եթե կարող ես կառավարել դա այս բացահայտումից հետո։ Էլիզային մխիթարում էին ընկերները, լիովին կոտրված։ Դոկտոր Մարիոնը խորը շունչ քաշեց։ Եվ վերջապես,
Ալբերտոն բոլոր ներկաներին ուղերձ թողեց։ Ներողություն եմ խնդրում այս հարսանիքը սարսափների բացահայտման վերածելու համար, բայց ես ամբողջ կյանքս ապրել եմ արտաքին տեսքը պահպանելով, կատարյալ ընտանիք, կատարյալ ամուսնություն, կատարյալ բիզնես, ամեն ինչ ճակատ էր, եւ մահիցս հետո ես հասկացա. Չեմ ուզում, որ իմ ընտանիքը շարունակի ապրել ստի մեջ ինչպես ես։ Ես ուզում եմ, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, ձեզ բոլորիդ ազատ արձակի։ Ապրեք անկեղծորեն, սիրեք անկեղծորեն, մի կրկնեք իմ սխալները։ Նա կնքեց փաստաթղթերը։ Կտակն ամբողջական է, պատճանները կտրամադրվեն ժառանգներին, կտակի հաստատումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Ես խորապես ցավում եմ, որ ստիպված եղա դա անել, բայց ես հետևեցի իմ հաճախորդի հրահանգներին։ Եվ այդ ժամանակ դոկտոր Մարիոն լքեց բեմը, բարձրեց իր պորտֆելը եւ լքեց դահլիճը, իր հետևում թողնելով 300 ցնցված մարդկանց եւ լիովին կոտրված ընտանիք։ Բեատրիսը կատատոնիկ վիճակում էր, Ֆելիպեն գրքեց նրան, փորձելով պաշտպանել շրջապատի քաոսից։ Մարդիկ այժմ զանգվածաբար հեռանում էին, մյուսները մոտենում էին ընտանիքին, ոմանք աջակցություն էին առաջարկում, ոմանք էլ պարզապես ցանկանում էին մոտիկից տեսնել դրաման։ Ռոդրիգոն անհետացել էր, Կարոլինային ընկերները դուրս էին տարել, Էլիզային հարազատները ուղեկցում էին դեպի մեքենա։ Հենրիկե Բարբոսային դիմավորեցին իր ընտանիքի մի քանի տղամարդիկ, հրմշտոց եւ հրմշտոց, ինչ որ մեկը հարվածեց նրան։ Նա անկավ, քթից արյուն էր հոսում եւ նրան դուրս քաշեցին։ Ամուսնությունը վերածվել էր քաոսի եւ կործանման օղակի։ Վերջապես Բեատրիսը արձագանքեց։ Նա վեր կացավ, բարձրացավ բեմը, որտեղ բժիշկ Մարիոն էր եղել, եւ վերցրեց միկրոֆոնը, որը նա թողել էր իր ետևում։ Կանգնեցրեք, արձագանքեց նրա ձայնը։ Բոլորդ կանգնեք։ Դահլիճը դանդաղորեն լռեց։ Բոլորը նայում էին հարսին, որը դեռ սպիտակ զգեստով էր, արդյունքներից փչացած դիմահարդարումը։ Հայրս դա արեց որոշակի պատճառով։ Նա միշտ պատճառներ ուներ, եւ նա ճիշտ էր։ Մեր ամբողջ ընտանիքը ստախոս էր։ Հայրս երկրորդ ընտանիք ուներ, մայրս դավաճանեց հորս, եղբայրս գողացավ ընկերությունից։ Քույրս իմ կենսաբանական քույրը չէ։ Ամեն ինչ, ինչ ես կարծում էի, որ ճիշտ էր, սուտ էր։ Նա խորը շունչ քաշեց, բայց գիտես էլ ինչ, ես կնախընտրեի իմանալ։ Ես նախընտրում եմ ցավոտ ճշմարտությունը հարմարավետ ստին։ Այնպես որ շնորհակալություն հայրիկ, քաջություն ունենալու համար ամեն ինչ բացահայտելու, նույնիսկ եթե դա ոչնչացրեց քո սեփական հիշողությունը, նույնիսկ եթե դա ոչնչացրեց իմ ամուսնությունը, որովհետև հիմա առաջին անգամ ես գիտեմ ամբողջ ճշմարտությունը իմ ընտանիքի մասին։ Ֆելիպեն բեմ բարձրացավ եւ կանգնեց նրա կողքին։ Եվ հիմա դու նորից սկսում ես։ Մենք նորից սկսում ենք։ Ճշմարտությամբ, անկեղծությամբ, առանց գաղտնիքների։ Բեատրիսը գլխով արեց։ Նա նայեց մնացած հյուրերին։ Շնորհակալություն բոլորիդ գալու համար։ Հարսանիքն ավարտվեց։ Կարող եք տուն գնալ եւ խնդրում եմ մոռացեք այնինչ տեսակ այստեղ այսօր երեկոյան։ Իմ ընտանիքը բավականաչափ կտարապի առանց քաղաքի խոսակցություն։ Նա պետք է մաս-մաս վերադարձներ գումարը եւ հերանար գործառնական կառավարումից։ Եվ Բեատրիսը ստիպված էր հաշտվել այն փաստի հետ, որ իր հարսանիքի օրը հավերժ կհիշվի ոչ թե սիրո տոնակատարության, այլ ճշմարտությունների պայթյունի համար, որը կործանեց իր ամբողջ ընտանիքը։ Զղջում ես դրա համար, հարցրեց Ֆելիպեն մի գիշեր հարսանիքից մեկ ամիս անց։ Այդ ծրարը հանձնելը, կտակը կարդալու թողնելը։ Բեատրիսը երկար մտածեց։ Ես զղջում եմ, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Ժամանակի համար, այն փաստի համար, որ դա տեղի ունեցավ իմ հարսանիքի ժամանակ։ Բայց արդյոք ես զղջում եմ ճշմարտությունը իմանալու համար։ Ոչ, որովհետև հիմա ես գիտեմ, թե իրականում ով է իմ ընտանիքը, եւ ես կարող եմ որոշել, թե ինչ անել այդ տեղեկատվության հետ։ Եվ ինչ որոշեցիր։ Ես որոշեցի ներել։ Ոչ թե մոռանալ, այլ ներել։ Որովհետև բոլորը մարդիկ են։ Նրանք բոլորը սխալներ են թույլ տվել։ Հայրս սուրբ չէր, մայրս սուրբ չէր, եղբայրս, քույրս, ոչ ոք կատարյալ չէ։ 6 ամիս անց Բեատրիսը ընտրիկ կազմակերպեց։ Նա հրավիրեց Էլիսային, Ռոդրիգոին եւ Կարոլինային, եւ զարմանալիորեն նա հրավիրեց Ռաֆայելին։ Դա չափազանց անհարմար հանդիպում էր։ Ոչ ոք չգիտեր ինչ ասի։ Ռաֆայելը տեսանելիորեն նյարդային էր, իրեն զգում էր ներխուժողի պես։ Կարոլինան գրեթե ոչ մեկին չէր նայում։ Ռոդրիգոն ամաչում էր, Էլիզան փխրուն էր։ Բեատրիսը սկսեց. Ես ձեզ բոլորիդ այստեղ կանչեցի, որովհետև մենք ընտանիք ենք։ Խարմաշփոթ, կոտրված, դիսֆունկցիոնալ, բայց ընտանիք։ Եվ հայրիկը ճիշտ էր։ Ստի մեջ ապրելը դանդաղորեն սպանում էր մեզ։ Հիմա մենք ընտրության առաջ ենք կանգնած, թույլ տալ, որ այս ճշմարտությունները մեզ ամբողջությամբ ոչնչացնեն, կամ օգտագործել դրանք ինչ-որ նոր բան կառուցելու համար։ Ինչպես կառուցենք ինչ-որ նոր բան, հարցրեց Կարոլինան ցածր ձայնով։ Ամեն ինչ, ինչ ես գիտեի իմ մասին, սուտ էր։ Դու Կարոլինա Ալմեյդան ես։
վճռականորեն ասաց Բեատրիսը։ Էլիսայի դուստրը, Ալբերտոյի կողմից մեծացված, կենսաբանորեն Հենրիքեի դուստրը։ Այս բոլոր ճշմարտությունները համակեցության մեջ են, ոչ մեկը չի չեզոքացնում մյուսը։ Նա նայեց Ռաֆայելին։ Եվ դու մեր եղբայրն ես։ Դու չես խնդրել ծնվել այս իրավիճակում։ Դու չես խնդրել լինել գաղտնի երեխա, բայց դու մեր եղբայրն ես։ Եվ եթե ուզում ես, կարող ես լինել այս ընտանիքի մի մասը։ Ռաֆայելի աչքերում արցունքներ կային։ Չգիտեմ, սա չափազանց շատ է։ Գիտեմ, եւ ոչ մի ճնշում, բայց առաջարկը կա։ Նա նայեց Ռոդրիգոյին։ Եվ դու հանցագործություններ ես գործել։ Դու պետք է վճարես դրանց համար։ Բայց դու նաև իմ եղբայրն ես։ Եվ երբ ընկնես, ես այստեղ կլինեմ քեզ օգնելու վեր կենալ։ Նա նայեց Էլիզային։ Եվ մայրիկ։ Դու սխալվում էիր։ Դու դավաճանեցիր հայրիկին, բայց նա էլ դավաճանեց քեզ։ Եվ դուք երկուսդ էլ տասնամյակներ շարունակ ապրել եք մի ամուսնության մեջ, որը մասամբ սուտ էր։ Ես ձեզ չեմ դատի, ես պարզապես կսիրեմ ձեզ։ Էլիզան լաց եղավ։ Ես այնքան շատ բան եմ զգում, այնքան շատ բան ամեն ինչի համար։ Գիտեմ, եւ դա նորմալ է։ Այդ ընթրիքը ամեն ինչ չլուծեց, այն չմաքրեց ցավը կամ չբուժեց վերքերը, բայց դա սկիզբ էր։ Հաջորդ տարիներին Ալմեիդա ընտանիքը դանդաղորեն վերակառուցվեց։ Ռաֆայելը սկսեց պարբերաբար մասնակցել ընտանեկան ճաշկերույթների։ Նա հեռու էր մնում, բայց փորձում էր։ Նա հանդիպեց իր զարմիկներին, Ռոդրիգոյի երեխաներին, որոնք մնացել էին հոր հետ չնայած ամուսնալուծությանը։ Նա սկսեց Բեատրիսին տեսնել ոչ թե որպես անծանոթի, այլ որպես քրոջ։ Կարոլինան վերջապես հանդիպեց Հենրիկեին։ Նա նրան հայր չէր անվանում, բայց թույլ տվեց հարաբերություններ։ Նա հասկացավ, որ նա նույնպես իրավիճակի զոհն էր։ Նա սիրել էր Էլիզային, հղիացրել նրան, բայց երբեք չէր կարողացել ճանաչել իր դստերը։ Ռոդրիգոն մարեց իր պարտքերը։ Նա գնաց թերապիայի, նա աշխատեց հասկանալու, թե ինչու էր գողացել իր սեփական ընտանիքից։ Նա հասկացավ, որ միշտ զգացել է կատարյալ լինելու ճնշումը, եւ փողի հափշտակումը ապստամբության աղավաղված ձև է։ Էլիզան սովորեց ապրել առանց հասարակության հավանության։ Նա հաշտվեց անցյալի հետ։ Նա պարբերաբար այցելում էր Ալբերտոյի գերեզմանին եւ խոսում նրա հետ։ Նա ներողություն խնդրեց։ Նա շնորհակալություն հայտնեց նրան ճշմարտությունը բացահայտելու համար։ Եվ Բեատրիսը ստանձնեց ընկերության ղեկը։ Բաժնետոմսերի 40%-ով եւ քվեարկության իրավունքով նա իշխանություն ուներ։ Նա իրականացրեց փոփոխություններ։ Նա ներգրավեց արտաքին աուդիտորների։ Նա պրոֆեսիոնալացրեց կառավարումը։ 3 տարվա ընթացքում ընկերությունն ավելի շահութաբեր եւ բարոյական դարձավ, քան երբևէ։ Այդ ցնցող հարսանիքից 5 տարի անց Բեատրիսն ու Ֆելիպեն նորոգեց իրենց երթումները։ Փոքրիկ արարողություն, միայն մտերիմ ընտանիք եւ մտերիմ ընկերներ, առանց շքեղության, առանց ներկայության։ Եվ այս անգամ, երբ նրանք երթումներ փոխանակեցին, խոսքը ճշմարտության մասին էր, իրական նվիրվածության, այլ ոչ թե արտաքին տեսքի, ազնվության, այլ ոչ թե գաղտնիքների վրա հիմնված կյանք կառուցելու մասին։ Ես երկար ժամանակ զայրացած էի հորսը վրա, ասաց Բեատրիսը իր իմպրովիզացված երթման մեջ։ Իմ հարսանիքը մեր ընտանիքը կործանելու բեմ ընտրելու համար, բայց հիմա ես հասկանում եմ, նա չէր կործանում, նա ազատագրում էր։ Ազատագրում էր մեզ բոլորիս կենթանի ստերից, որոնք ի վերջո կսպանեին մեզ ներսից։ Նա նայեց իր ընտանիքին միասին, մորը, քույրերին ու եղբայրներին, խորտ եղբորը, նույնիսկ Հենրիկեն այնտեղ էր։ Մենք կատարյալ ընտանիք չենք, մենք երբեք էլ չենք եղել, բայց հիմա մենք իսկական ընտանիք ենք, եւ դա շատ ավելին է արժենում։ Սա հարսանեկան խնջույքի ժամանակ կարդացված կտակի պատմություն է։ Բայց դա ավելին է, քան դա։ Այն մասին է, թե ինչպես են գաղտնիքները, անկախ նրանից, թե որքան լավ են պահվում, ի վերջո լույս աշխարհ գալիս։ Այն մասին է, թե ինչպես կատարելության տեսքը հաճախ դիմակներ են քայքայման դեմ։ Այն մասին է, թե ինչպես է ճշմարտությունը, որքան էլ որ կործանարար լինի, միշտ ավելի լավ, քան հարմարավետ սուտը։ Ալբերտո Ալմեիդան հերոս չէր։ Նա կեղծավոր էր, որը տասնամյակներ շարունակ ապրել է ստի մեջ։ Նա գաղտնի ընտանիք ուներ։ Նա 8 տարի դավաճանել է կնոջը։ Նա գաղտնիքներ էր պահում, որոնք ցավ էին պատճառում շրջափատի բոլորին։ Բայց վերջի վերջո նա ուներ մի քաջություն, որը քչերն ունեն։ Կաջություն լիովին բացահայտել սեփական թերությունները, ոչնչացնելու սեփական հիշողությունը, համոզվելու, որ իր մահից հետո ճշմարտությունը վերջապես կհաղթի։ Դաժան էր դստեր հարսանիքը որպես առիթ ընտրելը։ Այո։
Եսասիրություն էր նրա ամենաերջանիկ օրը որպես բացահայտումների թատերաբեմ օգտագործելը։ Այո։ Բայց դա նաև ռազմավարական նշանակություն ուներ, որովհետև դա միակ պահն էր, երբ ամբողջ ընտանիքը միասին կլիներ, վկաների հետ, անկարող լինելով փախչել կամ թաքնվել։ Բեատրիսին տարիներ պահանջվեցին հորը դրա համար իսկապես ներելու համար, բայց ի վերջում նա հասկացավ։ Եվ երբ նա ունեցավ իր առաջնեկին, հարսանիքից 3 տարի անց, նա նրան անվանեց Ալբերտա։ Ի պատիվ պապիկի, որին աղջիկը երբեք չէր հանդիպելու, բայց ով իր ընտանիքին ճշմարտության պարգևը տվեց։ Ցավոտ, կործանարար։ Բայց դա ճիշտ է, վերջապես։ Եվ այդ ճշմարտության հետ մեկտեղ իրական ինչ-որ բան վերակառուցելու հնարավորությունը։ Ոչ կատարյալ։ Բայց դա իրական է։ Եվ վերջում իրականը միշտ ավելի լավ է, քան կեղծ կատարյալը։ Այդպես միշտ էլ եղել է։ Այն միշտ կլինի։